Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ այդ շարժումը ասվել է։ Չի եղել տղամարդու դիրքը իջացնելը, Տղամարդիկ բառը ինչ իրավունքով է գրում շապիկի վրա։ դա ուղղակի ֆեմինիզմի մուտացիան է դարել, այսինքն աղավաղվել է այն հիմնական նպատակը, որ ուներ ֆեմինիզմը։ Հենց դրանով էլ է պայմանավորված շատ բաժանությունների, ամուսնալուծությունների դեպքերը։ Այսօր խոսելու ենք Ֆեմինիզմի դրական եւ բացասական կողմերի մասին եւ նաեւ ֆեմինիզմի որոշ ուղղությունների, որոնք տանում են ծայրահեղության։ Վերջին ժամանակներում հաճախ շոշափվում է ֆեմինիզմ թեման ու հաճախ անդրադարձ է կատարվում արդյոք ֆեմինիզմը ճիշտ է, արդյոք պետք է հետևել այդ շարժմանը, թե ոչ։ Եկեք շատ ամփոփ ներկայացնենք եւս մեկ անգամ, թե ինչ է իրենից ներկայացնում ֆեմինիզմը։ Գիտենք, որ մինչեւ 20-րդ դարի սկիզբը կանայք չունեին ոչ սովորելու, ոչ աշխատելու եւ նման այլ իրավունքներ տղամարդկանց հետ հավասար։ Սակայն 20-րդ դարի սկզբից ի վեր սկսվեց մի շարժում, որի նպատակն էր վերականգնել այդ իրավունքները։ Եվ եթե չլինեին կանանց իրավունքները վերականգնված, հիմա ես ու դու այստեղ նստած խոսելու կամ խորհուրդներ տալու նույնիսկ այդ իրավունքը չէինք ունենա։ Ու ես իրականում շատ շնորհակալ եմ, որ այդ շարժումը ասվել է ու դրական առումով նաև աջակցում եմ այդ շարժմանը։ Այո։ Ի սկզբանե ֆեմինիզմի նպատակը չի եղել տղամարդու դիրքը իջացնելը, այլ ուղղակի կնոջ դիրքը բարձրացնելը ու հավասարացնելը տղամարդուն, բայց հիմա շատ ֆեմինիզմի ուղղություններ կան, ոչ թե քարոզում են, որ կինը կարևոր է եւ այլն, ու այն հիմնական նպատակները, ինչը որ դու շեշտեցիր, այսինքն կինը որ կրթություն ունենա, աշխատի եւ այլն, այլ ուղղակի փորձում են մրցել տղամարդու հետ ու իջացնել տղամարդու դերը աղջիկների աչքին։ Վերջերս համացանցում հանդիպեցի մի տեսանյութի, մի կին էր այդ տեսանյութը տեղադրել Instagram-ում եւ տեսանյութի մեջ գրում էր մի շապիկ, որի վրա գրված էր, որ աշխարհը պատկանում է տղամարդկանց եւ կանանց, ու ինքը խոսում էր այն մասին, որ երբ տեղադրել այդ տեսանյութը մեկնաբանության դաշտում ծայրահեղական ֆեմինիստները սկսել են շատ վատ մեկնաբանություններ թողնել, ասելով ոնց կարող է գրել մի շապիկ, որի վրա կա միաժամանակ թե կնոջ եւ թե տղամարդու, այսպես ասած, այդ բառերը միասին օգտագործված են։ Ընդհանրապես տղամարդիկ բառը ինչ իրավունքով է գրում շապիկի վրա։ Տղամարդիկ մեզ պետք չեն։ Կարծես աշխարհը ավելի լավ կլիներ առանց տղամարդկանց։ Ես կարծում եմ, որ սա ֆեմինիստական շարժման ծայրահեղ մոտեցում է, որովհետեւ այս մարդիկ այնպես չի, որ ուղղակի մեկնաբանություն էին թողել, իրանք մեկնաբանություններում նշել էին, որ իրենք ֆեմինիստներ են։ Այս ամեն ինչը տեսնելով մի դեպք չի, ես շատ է լինում, անգամ հիմա Հայաստանում հայ աղջիկները շատ են շեշտում, որ դե լավ տղաները մեր ինչին են պետք կամ մեզ ոչ մեկ պետք չի, մենք բավարարենք աղջիկների թշնամիներն են տղաները, այսպես է անդադ խոսվում, ու կարանք ասենք, որ այս ինչը որ հիմա քարոզվում է, դա ուղղակի ֆեմինիզմի մուտացիան է դարել, այսինքն աղավաղվել է այն հիմնական նպատակը, որ ուներ ֆեմինիզմը։ Խնդիրը ինչից է առաջանում, իրականում մեր օրերում շատ են խոսում անհատի հաջողության մասին ու աղջիկներին շատ են քարոզում, ասում են, որ դու կարող ես հասնել հաջողությունների, ինչը իրականում ճիշտ է։ Մենք սովորում ենք, որ աշխատենք, մենք պիտի ապրենք, կան ծախսեր եւ այլն, ոչ ոք չի ասում, որ կինը չպիտի աշխատի, մենք արդեն նշեցինք, որ մենք կողմ ենք ֆեմինիզմին, սակայն մեր ժամանակներում ոնց որ աղջկան կնոջը ասեն, որ դու բավարար ես, եթե դու կարող ես հասնել մեծ հաջողության, քո կողքին պետք չի լինի ինչ-որ մեկը, ով քեզ կօգնի։ Դու ինքդ կարող ես ստեղծել քո երազած աշխարհը, դու ինքդ կարող ես ստեղծել քո երազած տունը եւ այլն։ Այսինքն 21-րդ դարում աղջկա ինքնությունը դարձել է հաջողությունը։ Ինձ թվում է ոչ միայն աղջկա հիմա անգամ աղջիկները որոշում են շանս տալ տղայի, ով իրանց գծած կետերը, եթե դա չբավարարի, իրանք այդ մարդուն անգամ շանս չեն պատրաստվում տալ։ Մի հատ sense կարճ օրինակ բերեմ, որից հետո ես ուղղակի շոկի էի ենթարկվել։ Ես երբ որ քայլում էի դեպի համալսարան, հետևիցս երկու աղջիկ դպրոցական, որովհետև մեր համալսարանի կողքը դպրոց կա, այս խոսակցությունն եմ լսում, ասում եմ Այն ժամանակ ես գուցե տղային շանս տայի, ասեի, հա, ես քեզ սիրում եմ, մենք միասին կքայլենք, բայց հիմա ես անպայման իրան կասեմ, որ եթե դու ավտո չունես, դու ինձ մի ասա, ես քեզ սիրում եմ, ես ասում եմ իրան հաստատ շանս չեմ տա, ու այն կողքի աղջիկը ասում է, հա, ճիշտ է, ոնց կարա ավտո չունենա, ու իրանք այնքան լուրջ են այս խոսում, որ ես կներեք, բարև ձեզ, ոնց կարելի է տղամարդու դերը այնքան չարժևորել, որ ինքը մարդը առաջին հերթին անկախ սեռից մարդը հիմա գուցե ես շատերին ճանաչում եմ, որ իրանք ուղղակի
Երևանի խցանումների պատճառով եւ վարորդների վարքագծի պատճառով հրաժարվել են վարել ավտոմեքենա ու իրանք, չգիտեմ, շարժվում են ակետից բեկետը տաքսիներով կամ ավտոբուսներով, ինչը շատ նորմալ է։ Ոնց կարաս մարդու արժեքը գնահատես իր հաջողություններով, չէ՞։ Ու հիմա դրա համար ինչ որ մենք պահանջում ենք տղաներից, մտածում ենք մենք էլ այդպես պետքա լինենք, մենք հաջողության հասնենք, որ մեզ արժևորեն։ Հա, համաձայն եմ, իսկապես այդպես է ու մենք շատ ենք համեմատվում, քանի որ հիմա մենք ապրում ենք համացանցի դարում ու շատ ենք տեսնում, եթե մեկը մեքենա է վարում, ես ուրեմն պետքա ավելի լավ մեքենա վարեմ, եթե մեկը ինչ որ լավ աշխատանք ունի, ուրեմն իմ աշխատանքը պիտի ավելի լավը լինի։ Այսինքն ստացվում է, որ աղջիկները ոչ միայն իրար հետ են մրցակցում, այլ նաև հենց տղամարդկանց դեմ։ Իրականում եթե մենք վերադառնանք կնոջ դերի գեղեցկությանը, այնքան սիրուն է, տան սյունն է կինը։ Ամեն ինչի իր վրա է հիմնված։ Ու սենց մի հատ միտք ասեմ, գուցե տղամարդը ֆիզիկապես ուժեղ է, բայց շատ թույլ է եւ կողքին է իր սիրած աղջիկը։ Ես հավատում եմ, որ այն տղան, որը սիրահարված է ինչ-որ աղջիկա, այդ աղջիկան իրավունք է տալիս կամ իրան բարձրացնելու կամ կոտրելու, որովհետեւ ինքը բաց է այդ ամեն ինչի համար։ Հիմա մեր դերը այնքան սիրուն է այդտեղ, որ մենք կարանք մեր սիրած տղամարդուն բարձրացնենք, ուժ տանք, իրան ոգևորենք ավելիին հասնելու ու նաև կարանք ասենք դու սա չես կարող անես, դու սա ինձ չես կարող ապահովես, դու ինձ պետք չես ու այդ մարդը ոնց որ իր տեղը զիջի ու դու դառնաս տան գլուխը։ Դրա համար այսօր շատ ընտանիքներ իրանց տեղում չեն, որովհետև կանայք իրանց տեղում չեղան ինչ որ պահի։ Ու կարծում եմ, որ հենց դրանով էլ է պայմանավորված շատ բաժանությունների, ամուսնալուծությունների դեպքերը։ Եթե ես կարող եմ ինձ ապահովել, ուրեմն ես նաև կկարողանամ առանձին ապրել։ Այնինչ ընտանիքի հիմքը ուղղակի ապահովելը չէր, էլի, ընտանիքի հիմքը պիտի լիներ սերը, ընտանիքի հիմքը պետք է լիներ միմյանց նվիրվածությունը, միմյանց համար ինչ որ փողզիչումների գնալը։ Այսինքն մի հատ վերջնական ամփոփ ենք ան։ Ֆեմինիզմի նպատակը եղել է կնոջը հնարավորություններ տալը աշխատելու, սովորելու ու մարդու իրավունքները ունենալու ուղղակի։ Բայց հիմա հասել ենք մի կետի, որտեղ կանայք ուղղակի ասում են, որ տղամարդիկ մեզ պետք չեն։ Okay, բայց հիմա ո՞րն է մեր անելիքը ստեղան։ Ոնց անենք, որ ճիշտ ուղու վրա լինենք, ոնց անենք, որ այդ ֆեմինիզմի գաղափարախոսության ճիշտ ուղղություններին հետևենք ու չխառնվենք այն ամբողին, ովքեր խոսում են, որ առանց տղամարդու կինը ավելի երջանիկ կլինի։ Ես մտածում եմ, որ ամեն բան սկսվում է ինքնությունից։ Մենք պետքա հասկանանք, որ ֆեմինիզմը ոչ թե մեզ շարժող ուժը պիտի լինի, կամ մեր առաջնային շարժառիթը, առաջնային մոտիվացիան, այլ կյանքում մեզ օգնող մի գործոն։ Առաջին հերթին աղջիկը կինը պիտի հասկանա, թե ինքը ինչի համար է ապրում, ինչ արժեքներ ունի, պիտի գտնի իր արժեքները, սահմանի թե ով է ինքը, որովհետև 21-րդ դարում շատ բան իսկապես աղավաղվել է մեր պատկերի մասին, մեր կերպարի մասին։ Մենք պետքա հասկանանք, որոնք են մեր իսկական արժեքները, քրիստոնեական արժեքները։ Արդյոք լավ է, որ ես մրցակցեմ ուրիշ աղջիկների դեմ կամ այս դեպքում տղամարդկանց դեմ պայքարեմ, որովհետև ինչպես նշեցինք, ֆեմինիզմի դրական կողմերից զատ կան նաև բացասական կողմերը, որոնք հենց մղում են կանանց ու աղջիկներին ցավոք սրտի պայքարելու տղամարդկանց դեմ։ Հիմա շատ բանավեճեր կան, կանչում են հարցազրույցի քրիստոնյա աղջիկա եւ ֆեմինիստ աղջիկա, ու երևի շատ տեղեկություն չունենալով քրիստոնյա աղջիկա ասում է, որ ես ֆեմինիստ չեմ, որովհետեւ ես քրիստոնյա եմ, ու ֆեմինիստ աղջիկն էլ ասում է, որ քրիստոնեության մեջ չի նշվում, որ կինը տղամարդու հետ հավասար է, բայց եթե մարդիկ կան, ովքեր Աստվածաշունչ կարդացել են եւ քրիստոնեության գաղափարախոսություններին տեղյակ են, գիտեն, որ Աստված երբևէ չի ասել, որ կինը ծառա է եւ կինը ինչ որ բան պարտավոր է տղամարդուն, այլ քրիստոնեությունը քարոզում է սեր, միաբանություն, միմյանց ծառայել, ամեն ինչը կառուցված է փոխադարձ սիրո եւ փոխադարձ հարգանքի վրա, ինչ որ մեկը մեկից բարձր չի ընտանիքում եւ փոխհարաբերության մեջ։ Ես շատ ուրախ եմ, որ մինչեւ ֆեմինիզմի շարժումը Աստվածաշնչում արդեն այդ ամեն ինչի մասին նշված է եղել։ Հյուրը քրիստոնյա աղջիկը գուցե ֆեմինիզմը գաղափարախոսությունը լավ ուսումնասիրած չի, բայց նաեւ մյուս կողմը դիտարկենք, ֆեմինիստները իրենք գուցե ֆեմինիզմի հետ կապված որոշակի բաց թողումներ ունեն։ Այսինքն լավ է, որ մենք քարոզում ենք դրականը, բայց ինչի չենք խոսում նույն այդ շարժման ծայրահեղությունների մասին։ Մեր առաջնային նպատակը պետք է լինի ոչ թե ասել ես ճիշտ եմ, դու սխալ ես, ճիշտ ու սխալ փնտրել, այլ հասկանալ, թե մեր կարծիքները, համոզմունքները ինչպես են ձևավորել եւ ընդհանրապես մեր հաղորդման, հանդիպման, մեր զրույցի նպատակը որն է, մենք ինչ ենք ուզում դրանով քաղել կամ ինչ ենք ուզում դրանով քարոզել։
Ու ավելի կարևոր է ոչ թե սկիզբը ինչ-որ գաղափարախոսության, այլ նաև ընթացքը ու ավարտը։ Հիմա եթե ֆեմինիզմը լավ դրական նպատակով է սկսվել, բայց հիմա տարել ենք մենք, հասցրել ենք մի կետի, որ ինքը աղավաղում է ընտանիքի գաղափարը ու թշնամացնում աղջիկներին ու տղաներին, ես կարծում եմ, որ իրականում սա շատ ցավալի է, որ սկիզբը լավ էր, բայց վերջը այսքան վատ է ավարտվում։ Եվ Հայաստանում մենք դեռևս բառացիորեն ունենք ֆեմինիզմի դրական քարոզչությունը, ոչ ոք որպես ֆեմինիզմի հետևորդ Հայաստանում չի ասում, որ տղամարդիկ մեզ պետք չեն, մենք մեզանով կարող ենք, չգիտեմ, այսպես ապրել եւ այլն, բառացիորեն չեն ասում, բայց ապրելակերպով ցույց են տալիս։ Սա Աստծուն դեմ է, սա քրիստոնեական հավատքին դեմ է, որովհետեւ Աստված ստեղծեց երկու սեր, ստեղծեց տղամարդուն եւ ստեղծեց կնոջը։ Ասել որ տղամարդը մեզ պետք չի կամ կինը մեզ պետք չի, դա դեմ է մեր հայ մարդու արժեհամակարգին։ Իրականում երևի դու չես տեսել, բայց վերջերս թատրոն էր կարծեմ, որ վերնագիրը այսպես էր, որ տղամարդը առանց տղամարդու պրոբլեմ չկա, թե ինչ-որ սենց բան ու աղջիկներ էին խաղում։ Իրականում հասել ենք այդ կետին, որ այդքան պարզ ասում են ու անգամ թատրոն են նվիրում այդ այնց վերնագիր ունեցող ինչ-որ բեմականացման։ Ինչ է ստացվում, որ մենք ունենալով տարատեսակ խնդիրներ, առաջին հերթին պետքա փորձենք առերեսվել այդ խնդիրներին, ոչ թե քողարկենք կամ օրինակ մեղքը բարթենք հակառակ սեռի վրա։ Միշտ մեղքը տեսնում ենք դիմացինի մեջ։ Հենց մտածում եմ, որ սա ֆեմինիստական շարժման չարաշահում է։ Եթե համեմատենք ֆեմինիզմը պատրիարխիատի հետ, տան գլուխը հայրն է, ամեն բանը անում է հայրը, ապահովում է ընտանիքին հայրը, եւ մայրը զբաղվում է երեխաների դաստիարակությամբ եւ տնային կենցաղավարությամբ, հա, այդ ամեն ինչը միայն զբաղվում է երեխաներով ու տնային տնտեսությամբ։ Դա նույնպես նորմալ է։ Ես ճանաչում եմ շատ աղջիկների, շատ կանանց, ում հարցնում եմ ինչ նպատակներ ունես, ու այս մարդիկ ասում են ես ուզում եմ լավ հասարակությանը պիտանի երեխաներ դաստիարակել։ Ես ամեն անգամ շատ ուրախանում եմ այդ պատասխանը իրականում լսելով, որովհետև դա էլ նորմալ է։ Եթե կինը կարող է աշխատել, ապա կինը նաև կարող է որոշում կայացնել, ուղղակի ճիշտ դաստիարակություն տալու երեխաներին։ Ուղղակի բառը մի փոքր նույնիսկ արժեզրկում է։ Երեխաներին դաստիարակություն տալը հասարակության մեջ կարևորագույն բան է, որով զբաղվում է կինը, որով պիտի զբաղվի կինը։ Հին ժամանակներում, երբ մարդկանց ապրուստի միջոցը որսներ, տղամարդիկ էին, չէ, դրանով զբաղվում, կանայք մնում էին իրենց տներում, զբաղվում էին երեխաների դաստիարակությամբ, ինչպես նաև համարվում էին այդ պահին ընտանիքի պաշտպանները։ Ոստեղ մի հատ բան ավելացնեմ, որ ոչ թե տղամարդու օրինակ ֆունկցիան ավելի կարևորական կնոջին է, այլ իրանք տարբեր են ու իրանք իրար լրացնում են։ Ոչ թե կինը օրինակ կարա ասի, գիտես, դու գնում ես որսի, բերեսօրը ես գնամ, դու մնա այստեղ, կամ շատ են չի ասում հիմա տղամարդիկ թող փորձեն մի հատ երեխու պահեն կամ օրինակ տան տնտեսությամբ զբաղվեն եւ կհասկանան մեր արժեքը, չէ, տղամարդու համար իրա ֆունկցիան ինքը պետք անի լավագույնս, աղջիկը իրա ֆունկցիան պետք անի լավագույնս ու չփորձի համեմատել իրա ֆունկցիան տղամարդու ֆունկցիայի հետ, որովհետեւ իրանք շատ տարբեր են ու յուրովի ստեղծված են իրանց համար։ Այսինքն շատ սիրուն է, երբ որ աղջիկը աշխատում է, ընտանիքին հետևում է, իր երեխաներին դաստիարակում է ու նաև շատ սիրուն է, երբ որ տղամարդը գնում է աշխատում է, որ իր ընտանիքին ապահովի։ Ու այս երկուսը իրար լրացնում են, չեն խանգարում։ Այսինքն մենք գալիս ենք այն եզրակացությանը, որ պատրիարխիատը եւ ֆեմինիզմը իրականում հետապնդում են նույն նպատակը մեկը մյուսին լրացնելն է, նպատակը մեկը մյուսին օգնելն է, նորից համերաշխությունն է ու ամուր, առողջ ընտանիք կազմելը մի միջավայր, որտեղ երեխաները առանց վախի կմեծանան։ Մենք ներքևում հողում ենք դնում անանուն հարցման, դուք կարող եք ձեր հարցերը ուղղել մեզ, քանի որ սա շատ անհրաժեշտ թեմա է, ես կարծում եմ, ու շատ է շոշափվում եւ պետք է վերջապես սահմաններ դնել, որտեղ է սկսվում, որտեղ է վերջանում ֆեմինիզմը եւ ինչ է ընդհանրապես ընտանիքը ու ընտանիքի կարեւորությունը։ Սպասելու ենք ձեր հարցերին։ Այո։